Բարև ձեզ Արմ ռադիոյի եթերում մամուլի տեսությունն է, ստուդիայում Դավիթ Մուրադյանն է։ Հայկական ժամանակ թերթը ներկայացրել է Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանի նամակը Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարար Հրայր Թովմասյանին։ Օմբուդսմենը նշել է, որ մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն արդարության պակասն է։ Որքան էլ մարդիկ բողոքեն սոցիալական պայմաններից եւ նախկինում անցկացված ընտրություններից, միևնույն է վերադառնում են արդարության պահանջին, նշել է Կարեն Անդրեասյանը եւ հավելել, որ արդար դատավորի պարագայում մարդիկ ապօրինի չէին խլի մի դեպքում տունը, մյուս դեպքում երեխային, իսկ հաճախ էլ արժանապատվությունը կամ ազատ խոսքը։ Վերջինի խոսքով, որպեսզի դատավորը լինի արդար, անհրաժեշտ է, որ մեր երկրում գործի պատժելու արդար համակարգը։ Մարդու իրավունքների պաշտպանը հիշեցրել է, որ այդ իրավասությունն ունի արդարադատության խորհուրդը եւ արդարադատության հաստատումը մեր երկրում կախված է այդ խորհրդի անդամ 13 մարդկանցից։ Կանան Անդրեասյանը ասել է, որ բացի արդարադատության խորհրդի կարգապահական հանձնաժողովից նման իրավասություն ունի նաև արդարադատության նախարարը։ Մարդու իրավունքների պաշտպանը նախարարին հիշեցրել է, որ կարգապահական հանձնաժողովին է ներկայացրել 3 դատավորների անօրինությունները, սակայն հանձնաժողովը մերժել է գործ հարուցել, ուստի օմբուդսմենը 49 օր առաջ դիմել է նախարարին, իսկ այժմ առաջարկում է վերհիշել այդ նամակը եւ անդրադառնալ դրան։ Իսկ մինչ արդարության այս շղթան լիարժեք կգործի, առայժմ վախենում է մարդը, ով որևէ առնչություն պիտի ունենա դատավորի հետ, եզրափակել է Կարեն Անդրեասյանը։ Նովո Էվրեմիա թերթը վկայակոչելով միջազգային փորձագետներին նշել է, որ աշխարհը կանգնած է սպառազինությունների մրցավազքի նոր դարաշրջանի առաջ։ Թերթը նշել է, որ այդ մրցավազքի առաջատարները շարունակում են մնալ Ռուսաստանն ու Ամերիկայի Միացյալ Նահանգները $770 միլիարդ ընդհանուր բյուջեով։ Ամերիկայի Միացյալ Նահանգներն առաջիկա տասնամյակի ընթացքում նախատեսել է միջուկային սպառազինությունների համար ծախսել $700 միլիարդ։ Այդ գումարի մեջ է մտնում սպառազինությունների առաքման եւ սպասարկման ծախսը, գործող միջուկային սպառազինությունների արդիականացման եւ դրանք արտադրող ընկերությունների աջակցման ծախսը։ Վաշինգտոնը նաեւ պատրաստվում է երկարացնել գործող միջուկային հրթիռների մի քանի տեսակների ծառայության ժամկետը եւ ստեղծել նոր միջմայրցամաքային միջուկային մարտագլխիկներով զինված բալիստիկ հրթիռներ։ Ռուսաստանը մինչև 2020 թվականը պատրաստվում է միջուկային սպառազինությունների արդիականացման եւ նորերի ստեղծման համար ծախսել $70 միլիարդ։ Բացի այդ երկու գերտերություններից միջուկային զենքի պաշարներ ունեն նաեւ Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իսրայելը, Չինաստանը, Հնդկաստանը, Պակիստանը, Հյուսիսային Կորեան։ Սակայն այդ երկրներից միայն Ռուսաստանը, Ամերիկայի Միացյալ Նահանգները եւ Չինաստանն ունեն միջուկային զենքի տարրեր օդային, ցամաքային եւ ռազմածովային ուժերում։ Հրապարակը վստահեցրել է, որ հեռացել է նաև սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Արթուր Պետրոսյանը։ Թերթի տեղեկության համաձայն նա նախորդային աշխատասենյակից հավաքել է իրերը։ Թերթը հիշեցրել է, որ սպորտի նախարարի պորտֆելը պատկանում է Բարգավաճ Հայաստան կուսակցությանը եւ քանի դեռ կուսակցությունը կոալիցիայի անդամ է, միայն առաջնորդ Գագիկ Ծառուկյանն է իրավասու կուսակցից պահանջել հրաժարականի դիմում։ Հրապարակը հայտնել է, թե նախարարության աշխատակիցները նախորդային քննարկել են նախարարի հեռանալու պատճառները, սակայն որևէ կոնկրետ բացատրություն չեն ունեցել։ Թերթը եզրակացրել է, որ պատճառներից մեկը կարող է լինել նախարարության աշխատակիցների նամակը Գագիկ Ծառուկյանին, որով նրանք խնդրել են միջոցներ ձեռնարկել Պետրոսյանին կարգի հրավիրելու համար։ Իդեպ քիչ առաջ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության մամուլի ծառայությունը հերքել է նախարարի հեռանալու մասին տեղեկությունը։ Հրապարակը կրկին անդրադարձել է փոխվարչապետ տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հնարավոր պաշտոնակության լուրին։ Թերթը վստահեցրել է, թե չնայած նախագահի խոսնակ Արմեն Արզումանյանը հերքել է Արմեն Գևորգյանի պաշտոնակության մասին տեղեկությունը, այդուամենայնիվ մոտ օրերից մեկի ընթացքում կհայտարարվի նրա պաշտոնակության մասին լուրը։ Ըստ թերթի նախագահ Սերժ Սարգսյանը նրա ազատման հրամանը ստորագրել է դեռ մի քանի օր առաջ։ 168 ժամը հրապարակել է հարցազրույց Քայքայիչ աղանդներից տուժածների վերականգնողական եւ օգնության կենտրոն հասարակական կազմակերպության նախագահ Ալեքսանդր Ամարյանի հետ։ Նա նշել է, որ ընտրությունից առաջ պատրաստվում է հրապարակել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչների անունները, ովքեր լուրջ կապեր ունեն տարբեր աղանդավորական կառույցների հետ։ Ամարյանն ասել է, թե կան կուսակցական ղեկավարներ, ովքեր այնքան մոտ են կյանքի խոսք աղանդի ղեկավար Արթուր Սիմոնյանի հետ, որ նույնիսկ ռեստորաններում հաց են ուտում միասին, տարբեր հանդիպումներ են կազմակերպում, բանակցություններ են տանում։ Ինչու ազգային անվտանգության ծառայությունը չի հետաքրքրվում աղանդավորական կառույցներում ներգրաված կուսակցության ղեկավարներով,
Պետական պաշտոնյաներով զարմացել է Ալեքսանդր Ամարյանը։ Նա նաև ասել է, որ կուսակցությունները լուրջ բանակցում են աղանդավորական կազմակերպությունների հետ, որպեսզի վերջիններն ընտրության ժամանակ ապահովեն ձայների որոշակի քանակ։ Ըստ Ամարյանի, այսօր Հայաստանում կա ոչ առաքելական եկեղեցու մոտ 350,000 հետևորդ, ինչը ընտրողների մոտ 20%-ն է։ Նրանցից մոտ 100,000-ը ըստ Ալեքսանդր Ամարյանի քայքայիչ աղանդների հետևորդ են, իսկ քայքայիչ են համարվում այն աղանդները, որոնք ընդհանրապես փակ են եւ գործունեության ընթացքում կիրառում են արգելված մեթոդներ։ Ամարյանը համոզմունք է հայտնել, որ աղանդների բարգավաճման հիմնական պատճառը կառավարության անգործությունն է։ Աղանդների հարցով ըստ փորձագետի պետք է զբաղվի կառավարության կրոնի եւ ազգային փոքրամասնությունների վարչությունը, սակայն այնտեղ աշխատում է ընդամենը 3 մարդ, ովքեր զբաղվում են միայն կազմակերպությունների գրանցմամբ։ Ժողովուրդ թերթը սեփական աղբյուրների հիման վրա հայտնել է, թե վարչապետ Տիգրան Սարգսյանը շաբաթներով չի շփվում շատ նախարարների հետ, չի զանգահարում, չի հետաքրքրվում նրանց աշխատանքով։ Ըստ թերթի հետաքրքրության շրջանակում են միայն էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանը, ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը, կրթության նախարար Արմեն Աշոտյանը եւ արդարադատության նախարար Հրաշ Թովմասյանը։ Ըստ թերթի անկախ կուսակցական պատկանելությունից մնացած նախարարները Տիգրան Սարգսյանի կողմից մնում են աննկատ։ Չորրորդ ինքնիշխանություն թերթը տարբեր քաղաքական գործիչներից փորձել է պարզել վերջին հրաժարականների հանդեպ նրանց վերաբերմունքը։ Օրինաց Երկիր կուսակցության падգամավորական խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն ասել է, թե տեղի ունեցող իրադարձությունները հանրապետական կուսակցության ներկուսակցական վերադասավորումների արդյունք են։ Բարգավաճ Հայաստան կուսակցության խմբակցության падգամավոր Վարդան Բոստանջյանն ասել է, թե Հովիկ Աբրահամյանի հրաժարականը տրամաբանության շրջանակում է, քանի որ մեծ կուսակցության նախընտրական շտաբի ղեկավար լինելը եւ միաժամանակ խորհրդարանի նախագահ լինելը ծանր կլիներ։ Բոստանջյանը տեղի ունեցող իրադարձությունները պայմանավորել է կուսակցական ռազմավարությամբ։ Ազգային ժողովի ժառանգություն խմբակցության ղեկավար Ստեփան Սաֆարյանը համարել է, որ վերջին հրաժարականները փոխկապակցված են։ Նա ասել է, թե փոփոխությունները տեղի են ունենում ներկոալիցիոն լարվածության ֆոնին եւ Ռոբերտ Քոչարյանի վերադարձի ակնարկների համատեքստում։ Հոիդա խմբակցության անդամ Արմեն Ռուստամյանն ասել է, թե հրաժարականների պատճառաբանություններ չեն լինում, ըստ նրա հանրապետականի պատճառաբանություններն իրականության հետ կապ չունեն։ Ըստ Ռուստամյանի իշխանական համակարգի ներսում տեղի ունեցող փոփոխությունների իրական պատճառների մասին ոչ ոք չի խոսում։ Ազգը նշում է, թե Թուրքիայի իշխանությունը հակաահաբեկչական պայքարի քողի տակ սկսել է մարդավորս։ Ըստ թերթի ահաբեկչության դեմ եւ քրդական պայքարի անվան տակ փորձ է արվում ահաբեկել այն մտավորականներին, ովքեր ճշմարտությունը հայերի ցեղասպանության եւ քրդական հարցի վերաբերյալ անկաշկանդ արտահայտում են։ Այդ գիտնականներից մեկը Ռագաբ Զարաքոլուն է, ում արդեն ձերբակալել են, իսկ կալանավորվածների թվում է նաեւ Մարմարա համալսարանի պրոֆեսոր Բյուրշա Էլսանլին։ Առավոտը զրուցել է ազգային ժողովի արդեն նախկին падգամավոր Արմեն Մելիքյանի հետ։ Մելիքյանը նշել է, որ իր հրաժարականը բացարձակապես քաղաքական դրդապատճառ չունի։ Ես գործարար չեմ եւ այդպես ասողները թյուրիմացության մեջ են։ Ես գիտնական եմ, բժիշկ դասախոս, բայց գործարար չեմ, ասել է Մելիքյանը։ Նա խոստովանել է, որ ունի սեփականություն, բայց պնդել է, որ սեփականություն ունենալու չի նշանակում լինել գործարար։ Մելիքյանն ասել է, որ գիտական աշխատանքը գերադասել է օրենսդրական գործունեությունից եւ չի պատրաստվում մասնակցել խորհրդարանի հաջորդ ընտրությանը։ Հայոց աշխարհն անդրադարձել է Հայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար օրինաց Երկիր կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանի հարցազրույցին։ Նա ասել է, թե 2008 թվականին մարդկանց միստվար զանգված չի հասկացել իրենց։ Նա խոստովանել է, որ ունեցել է հանրային վարկանշի կորուստ, այդուամենայնիվ Արթուր Բաղդասարյանն ասել է, թե ՕԵԿ-ը չէր կարող միանալ Լևոն Տեր-Պետրոսյանին, քանի որ նա ընտրությունից դեռ 1 ամիս առաջ խոսում էր շանտաժի եւ ագրեսիայի ոճով։ Արթուր Բաղդասարյանը նաեւ նշել է, որ պատճառներից մեկն էլ այն էր, որ ՀԱԿ առաջնորդը ամեն օր լուտանքներ է տարածել ՕԵԿ-ի եւ անձամբ իր հասցեին։ Եվ վերջում Գոլոս Արմենիայի թերթը մեջբերել է ռուսաստանցի հայտնի լրագրող Վլադիմիր Սոլովյովի արձագանքը փաստին, որ Ադրբեջանի Ազալ ավիաընկերությունը Բաքու մեկնելու համար ինքնաթիռ չի թույլատրել մտնել Ռուսաստանի ավտովազ գործարանի պաշտոնյա Սերգեյ Գյուրջինյանին։ Սոլովյովը տարօրինակ է համարել տեղի ունեցածը, քանի որ Գյուրջյանը երբեք չի փոխել ազգանունը եւ նախորոք բոլորն իմացել են, որ նա ազգությամբ հայ է։ Օդանավ բարձրանալ արգելելու միակ պատճառը եղել է նրա ազգությամբ հայ լինելը։ Սոլովյովն արձագանքել է, որ միակ մարդը,
ով պաշտպանել է Գյուրջյանին, եղել է ազգությամբ հրեա մի աշխատակից։ Սոլովյովի համոզմամբ այդպիսով Ադրբեջանը վիրավորել է Ռուսաստանի Դաշնությանը, որի քաղաքացուն արգելել է մուտք գործել իր տարածք։ Սոլովյովը որպես լուծում առաջարկել է Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանել վիզային ռեժիմ, որպեսզի նախօրոք հայտնի դառնա, թե ազգությամբ հայ Ռուսաստանի որ քաղաքացուն է արգելված լինելու մուտք գործել Ադրբեջան։ Դրա փոխարեն Ռուսաստանի գանձարանը կլցվի կլորիկ գումարով եւ մենք էլ կիմանանք, թե կոնկրետ քանի ադրբեջանցի է մտնում Ռուսաստան, ինչով են նրանք զբաղվում, ինչու են նրանք գալիս Ռուսաստան, եզրափակել է Վլադիմիր Սոլովյովը։ Այսքանն ենք պատրաստել այս թողարկման համար, ձեզ հետ է Դավիթ Մուրադյանը, ցտեսություն։